Ողջույն բոլորին։ Դե ինչ, եկեք անմիջապես անցնենք գործի։ Եկեք ծանոթանանք մեր գլխավոր հերոսի 24-ամյա Մարկոյի հետ։ Պատկերացրեք մի երիտասարդի, ում միտքը ուղղակի չի անջատվում, մի կողմից նրան անընդհատ տանջում է անցյալի ափսոսանքն ու տխրությունը, իսկ մյուս կողմից ապագայի հանդեպ անverջ պարզապես հյուծող անհանգստությունը։ Մարկոն բառացիորեն ծզվում էր այս երկու ծանր քարերի արանքում, ու դա շատ տրամաբանական է, երբ դու խախված ես մնում անցյալի ու ապագայի մեջտեղում, քեզ մոտ զրոյական տեղ է մնում ներկան վայելելու ու պարզապես մի փոքր խաղաղություն զգալու համար։ Ու այս անverջ մտավոր փոթորիկը կոնկրետ ֆիզիկական ու էմոցիոնալ հետք էր թողնում նրա վրա։ Նա պարզապես չէր կարողանում հանգստանալ, գիշերները նորմալ չէր քնում ու ամենավատը, նա նույնիսկ մոռացել էր, թե ոնց են անկեղծ ժպտում։ Պատկերացնում եք, մտավոր ճնշումն ուղղակի վերածվել էր ֆիզիկական տառապանքի։ Մարկոն հասկացավ մի շատ կարևոր բան, այսպես շարունակելն այլևս անհնար է, նրան շտապ օգնություն էր պետք։ Փնտրելով ելք, Մարկոն երկար ու հոգնեցուցիչ ճամփա է կտրում, որ գտնի մի նախկին շատ հայտնի հոգեբանի։ Այս մարդը ժամանակին թողնելով քաղաքի աղմուկը տեղափոխվել էր գյուղ ու հիմա ապրում էր որպես իմաստուն ծերունի։ Հասնելով նրա կանաչապատ պատշգամբին, Մարկոն հուսահատ ասում է. «Պապիկ, միտքս շատ անհանգիստ է, չեմ կարողանում դադարել մտածել, սրտումս խաղաղություն եմ ուզում, կարող ես ինձ օգնել»։ Ծերունին դանդաղ բացում է աչքերը, բարեհամբույր ժպտում ու համաձայնում է օգնել։ Բայց արի ու տես, որ նրա մեթոդը դե մի քիչ տարօրինակ էր։ Նախկին հոգեբանը Մարկոյին տալիս է մի շատ պարզ, բայց խիստ հստակ առաջադրանք, կազմված ընդամենը 3 քայլից։ Առաջին՝ բաժակն ամբողջությամբ մինչև վերջին միլիմետրը լցնել ջրով, երկրորդ՝ դրանով քայլել մինչև գյուղի ծայրն ու հետ գալ, եւ երրորդ ու ամենակարևորը՝ ոչ մի քաթիլ ջուր չթափել ճանապարհին։ Թվում է, թե հասարակ ֆիզիկական վարժություն է, այնպես չէ, բայց իրականում սա շատ ավելի խորը հոգեբանական էքսպերիմենտ էր։ Բաժակն այնքան լիքն էր, որ նույնիսկ ամենափոքր աննշան ցնցումն անգամ կարող էր ջուրը թափել։ Մարկոն վերցնում է այն մեծագույն զգուշությամբ ու սկսում է իր քայլքը։ Իսկ դրսում իրական քաոս էր։ Նեղ, խճճված ու բանուկ փողոցներ, անընդհատ վազվզող մարդիկ, իրենց հաճախորդներին բարձրաձայն կանչող խանութ-պաններ, անդադար հաչող շներ, մի խոսքով սենսորային գերբեռնվածության իդեալական օրինակ։ Սա ճիշտ մեր առօրյան է, իր անverջ ծանուցումներով, զանգերով ու անվերջանալի պարտականություններով։ Բայց ինչ եք կարծում, ինչ արեց Մարկոնն այդ աղմուկի մեջ։ Նրա աչքերը մեխված էին միայն ու միայն բաժակին, ուրիշ ոչ մի բանի։ Նա անգամ չէր նայում շուրջը։ Նա իր ամեն մի քայլը անում էր շատ դանդաղ, զգույշ ու կատարյալ կենտրոնացած։ Մարդիկ մի տեսակ զարմացած էին նայում նրան, բայց դա էլ չէր խանգարում։ Եվ գիտեք ինչ, նա հաջողեց։ Նա հետ եկավ ծերունու մոտ առանց մի կաթիլ անգամ թափելու։ Երբ Մարկոն հպարտությամբ ասաց, որ հաղթահարել է փորձությունը, ծերունին շատ հանգիստ, դանդաղ ձայնով հարցրեց. արդյոք նա նկատեց ճամփեզրին խաղացող երեխաներին կամ լսեց արդյոք շների հաչոցը։ Մարկոն խոստովանեց, որ բացարձակ ոչինչ չէր լսել ու տեսել, որովհետև նրա ողջ ուշադրությունը կենտրոնացած էր բաժակի վրա։ Ու հենց այստեղ ի հայտ է գալիս այս գեղեցիկ հակադրությունը։ Մի կողմում անվերահսկելի արտաքին քաոսն է, իսկ մյուս կողմում բացարձակ լիակատար ներքին կենտրոնացումը ուղղված մի բաժակ ջրին։ Պարզվում է, որ մեր միտքն ունակ է ամբողջությամբ անջատել արտաքին աղմուկը, եթե մենք նրան տալիս ենք մեկ հստակ եւ կլանող առաջադրանք։ Եվ այստեղ ծերունին ասում է գլխավոր միտքը. խաղաղությունն արդեն մեր ներսում է, երբ մենք ապրում ենք ներկապահով։ Նա օգնեց Մարկոյին հասկանալ մի շատ կարևոր բան. այս խաղաղությունը ինչ-որ թաքնված գանձ չէ, որը պետք է ման գալ սարերում կամ հեռու գյուղերում։ Ոչ, այն միշտ էլ մեր ներսում է եղել ու արթնանում է հենց այն ժամանակ, երբ մենք լիովին կենտրոնանում ենք ներկայի վրա։ Ու սա ֆանտաստիկ կերպով ցույց է տալիս, թե հոգեբանական մեխանիզմը ոնց է աշխատում իրականում։ Երբ դու ֆիքսված ես միայն ջրի վրա, քո միտքը լռում է, էլ պարզապես ազատ տարածք չի մնում վախի, խուճապի ու հազար ու մի ավելորդ մտքերի համար։ Այդ ընթացքում Մարկոն ոչ անցյալի վրա էր տխրում, ոչ էլ ապագայից էր վախենում։ Նրա ուղեղի ողջ հզորությունը ուղղված էր ընդամենը մեկ բանի՝ ջուրը չթափելուն։ Արևն արդեն մայր էր մտնում ու Մարկոն բռնեց տան ճամփան։ Բայց նա արդեն ուրիշ մարդ էր, նա գտել էր իր ներքին խաղաղությունը, որովհետև վերջապես սովորել էր ոնց հանդարտեցնել միտքն անգամ ամենամեծ փոթորիկների ժամանակ։ Եկեք սա դարձնենք գործնական մի բան, որը կարող ենք կիրառել մեր առօրյա կյանքում։
Ինչ է իրականում ներկա պահը։ Դա քո ուշադրությունը լիովին այն բանի վրա պահելն է, ինչ անում ես հենց հիմա։ Երբ դու 100%-ով տրվում ես process-ին, կապ չունի դա հաշվետվություն գրել է, ճաշ պատրաստել, թե ուղղակի զբոսնել, դու կտրում ես անցյալի ափսոսանքների ու ապագայի վախերի թթվածինը։ Դուք ուղղակի նրանց մտավոր տարածք չեք տրամադրում։ Շատ շնորհակալ եմ, որ միացաք մեզ, մնացեք առողջ եւ ամենակարևորը՝ պահպանեք ձեր մտքի խաղաղությունը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։